Պիտի նախարար վիճակագրության մասին անեկդոտը չեք, չէ, որ ասում են 10 կա ավելի ներսուր երկա վիճակագրություն։ Հիմա սա ավելի վերջ է գրավել, բայց դուք նախարարները ոնց որ սովոր եք, անդադ գալիս եք վիճակագրություն եք ներկայացնում, որ նախորդ տարվա համեմատեսքարի այսինքն ավելի լավ եղավ, լավ էր, սա վաղ էր, չգիտեմ ինչ, ու ցույց տպավորություն է, որ ամեն ինչ հրաշալի է, բայց եթե ամեն ինչ դեպայինի ամեն ինչ այդքան բան։ Դեն վատից, հատկապես հանցավորության դեմ պայքարից, որ տարիներ շարունակ ինչքան նախարարներ գալիս փոխվում են, ամեն այս թվերը վիճակագրությունները փոխվում են, ում թե հանցավորությունը նվազել է կամ բացահայտումները ավելացել են, բայց հաստատի մենք ստեղծում ենք էլի ծավալի դեպքեր։ Օրինակ Շարենցավանում վստահ ամոք հանրադեպքերում շատ լավ տեղեկ եք, վերջին 1 տարվա կտրվածքով 2-3 երիտասարդի կյանք խլեցին միջադեպերի հետևանքով, ես վստահ եմ, որ ոստիկանությունը կոնկրետ Շարենցավանի բաժինական կոտրակի մարզային բարձրությունը շատ լավ դիաբետում է իրավիճակին, բայց չի կարողացել կանխել։ Հիմա դրանից հետո որ բացահայտում են, դրանից ոչինչ չի փոխվում, մարդկանց կյանքը չի վերականգնվում։ Հիմա եթե չի ստացվում, որ ամեն դեպքում ոստիկանությունը թերանում է իր աշխատանքին, եթե չեք դիաբետում իրավիճակին, թե չեք կարողանում դիաբետել իրավիճակին և կանխել հանցագործություններ, որոնց մասին կարելի է իմանալ այս միջանձնային հարաբերությունների, ուրեմն թողեք ուրիշ ինստիտուտներ, օրինակ գյուղականները կան, այդ հարցերը դիտել ինչպես նախկինում էր եղել, եթե իրենց այդ դուք չեք տալիս լուծել, ուրեմն դուք լուծեք, բայց դուք չեք կարողանում կասկածել։ Հետևաբար ոնց է գնահատում այս իրավիճակը և ոնց անենք, որ այդ վիճակագրությունը ուղղակի այսպես վերջում լավ ցուցանիշների բան չլինի, այսպես շքեղ, որի հարցումները վերջում բարձրաշարժություններ են։ Մեկ էլ մի բան, այս օպերատիվ համարները դուք ինչու եք այսպես աչուձախ մարդկանց այդում բարձրաշարժությունների օպերատիվ համարներ բաժանում, ինչ անհրաժեշտություն իջելներով, և դրանք տեսնում են, նկատում են, հասկանում են, որտեղ անխնամ խախտումներով վարում են շատերը, դե եթե տեսա մեզ է տվեք այդ համարներ, մենք էլ բարենք, ավելորդ դուգանքներ չմոտենք, չգնանք դրանք նին ու նոր ստաշիկների գրպանը, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցադրումների համար, երբ որ ես գոնե թե ինչ-որ արձանագրում եմ անում, պիտի փաստերի վրա հենված արձանագրում եմ անում։ Հիմա երբ որ դուք նկարագրում եք, որ օրինակ Տիկին Սարգսյան, դուք 3.2% նվազում եք անում, բայց ամեն շատ վատ է։ Ինչն է վատ, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունները 23.2%-ով նվազել են, ինչն է վատ, որ մենք ավելի 42.2%-ով ավելի շատ ենք զենք զինամթերք արգրավել և թույլ չենք տվել, որ դրանք մասը կազմեն հետագա հնարավոր սպանությունների կամ առողջությանը վնաս պատճառելու, ինչն է վատ, որ 80%-ով ավելի շատ թմրամիջոց ենք արգրավել, ինչն է վատ, որ գողությունների մասով նվազում ունեն կամ սեփականության դեմ ուղղված հանցագործների մասով նվազում ունեն, եթե նվազումները ռեալ նվազումները ոչ սոց մեդիայի դաշտում մեր ցանկացած ընկալումներն են, ինչն է վատ։ Ես կշարունակեմ։ Եթե մենք ունենք նվազումներ, կարևորագույն խումբ հանցագործությունների, դա չի կարող վատ լինել։ Դա շատ դրական արդյունք է, որը վկայում է իմ դեպքում գոնե թե ներքին գործերի նախարարության համակարգի ավելի արդյունավետ, ես չեմ ասում 100%-անոց արդյունավետ, ավելի արդյունավետ աշխատանքի մասին 2025 թվականի կտրվածքով։ Եվ ես չգիտեմ, կա երկրագնդի վրա մարդ, որ մտածում է, որ հանցավորություն առհասարակ տեղի չի կարող ունենալ։ Հանցագործությունը եւ հանցավորությունը սոցիալական երևույթ է, դա կա, անկախ նրանից մենք կլինենք 2025 թվականում, կլինենք 2050 թվականում, թե կգնանք հետ նախնադար։ Հանցագործությունը սոցիալական երևույթ է, միշտ կա, ուղեկցի մարդկությանը, եւ ձեր նշած դեպքերն էլ ես ցավում եմ, որ կա սպանության դեպք։ Ցավում եմ, որ ինչ որ մի անլուրջ վեճի արդյունքում մարդը կարող է մտածել, որ դրա արդյունքում կարող է անձին դիտավորությամբ կյանքի զրկել։ Ցավում եմ, որ նմանատիպ իրավիճակներ կան Հայաստանի Հանրապետությունում, բայց դրանք համատարած իրավիճակներ չեն, ցույց է տալիս մեր պատկերը։ Ես ասում նույնիսկ երբ որ խոսում ենք ոչ համատարած պատկերի մասին,
50 սպանության դեպքի մասին, պիտի զտելով գնանք առաջ, մենք չենք կարող ասել, այ 50 սպանության դեպք կա, ուրեմն միանշանակ ամբողջ ոստիկանությունից է կախված կամ ամբողջ ոստիկանությունից կախված չէ։ Այս դեպքերը հատիկ պետք է վերլուծվեն եւ մենք վերլուծում ենք այդ դեպքերը։ Մենք ունենք իրավիճակ, որ խոհանոցային դանակով մարդը տուն է վերադարձել, խոհանոցային դանակը վերցրել է, եկել է սպանություն է կատարել։ Ինչ անենք, խոհանոցային բոլոր դանակները հավաքենք, արգելենք խոհանոցային դանակների օգտագործումը։ Շատ պարզ օրինակ են բերում առանց մանիպուլացնելու, առանց ինչ-որ այլևալ ենթատեքստերի։ Բայց ուզում եմ ասեմ, մեր այս 50 դեպքի ներքո այնքան պարզ իրավիճակներ կան, որոնք որ պիտի բնականորեն չհանգեցնեին սպանության, բայց պահի տակ Պորտկման արդյունքում, հուզական ոչ ճիշտ կառավարման արդյունքում մենք ունենում ենք սպանության դեպքի վրա հասնում, սրա համար եմ ես ասում, որտեղ որ կա նախապատրաստություն, ինչ որ պլանավորում, այո, ոստիկանություն ավելի շատ դաշտ ունի աշխատանքի։ Ամեն թշնամական հարաբերություն չի, որ բերում է իրականում սպանության։ Մենք հանրապետությունում ունենք տարբեր խումբ թշնամական հարաբերություններ գրանցած, որոնք որ անընդհատ պրոֆիլակտիկ աշխատանքի արդյունքում չեն վերացում որևէ ինչ-որ մի բանի, բայց բռնության պորտկում կարող է լինել ցանկացած պահի, որտեղ որ ֆիզիկապես ոստիկան այդ պայծրությամբ ներկա չի տվյալ տարածքում եւ չենք կարող ասել, որ այ օրինակ Կոտայքի մարզում, Կոտայքի քրեական մարզային վարչությունը կամ Չարենցավանի բաժինը կամ Հրազդանի բաժինը կամ չգիտեմ այլ բաժիններ գիտեն ու դիտավորության ոչ մի քիչ չեն ձեռնարկում։ Նմանատիպ պնդում Վահե ջան, ոչ դուք լինելով Չարենցավանից, ոչ ես տիրապետելով ամբողջ հանրապետության օպերատիվ պատկերին, նմանատիպ պնդում անել չենք կարող։ Եթե ունենք այնպիսի տվյալ, որ որևէ ոստիկան իմանալով, որ տվյալ պահին կարող է լինել սպանություն ու քայլ չի ձեռնարկել, մեծ սիրով տվեք այդ տվյալը կքննարկենք։ Կարող ենք անխտիկի նախարարության վերջին դեպքերը։ Չարենցավանի մասով ես նորից եմ ասում, եղել է ըստ էության վիճաբանություն, որը վերաճել է սպանության։ Քննչական մարմինը կվերլուծի, կտա հարցերի պատասխանները։ Չարենցավանում մենք ունենք ընդհանուր մինչև կատարողի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի նշանակումը, որը եղել է կալանքը։ Եվ ես անձնապես հետամուտ եմ լինում, որպեսզի բոլոր ծայրահեղ իրավիճակներում, հատկապես սպանության դեպքերում, մենք նախ ունենանք դեպքերի արագ բացահայտում եւ երկրորդ հետամուտ լինենք, որ ճիշտ նաեւ խափանան միջոցներ որպես այդպեսին նշանակվեն, եթե ունենք անվտանգային ռիսկեր, որ այդ անձը դրսում գտնվելով կարող է կամ շարունակել հանցագործությունների կատարումը կամ վտանգ ներկայացնել այլ անձի համար։ Եվ սպանության բացահայտումը ինչով է կարևոր։ Մենք այս տարի ունենք 0 չբացահայտված սպանություն։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ մենք օրինակ հպարտանում ենք, որ կա սպանությունը բացահայտել ենք։ Ոչ։ Ցանկացած հանցագործության բացահայտում ինքնին նաև կանխարգելման բաղադրիչ ունի։ Ու մենք այս տարի բացահայտել ենք այնպիսի սպանություններ, որոնք նախորդ տարիներին միգուցե տարիներ շարունակ քննվեին ու որևէ արդյունք չլիներ։ Մեր դա արագ օպերատիվ աշխատանքի արդյունքում է եղել։ Մեր դա հետևողական աշխատանքի արդյունքում է եղել։ Եվ ես ուրախ եմ արձանագրելու, որ մենք բացահայտման կտորով, այո, ավելի լավարկել ենք մեր դիրքերը եւ այո, ես ընդունում եմ, որ կանխարգելման տեսանկյունից դեռ քայլեր ունենք իրականացնելու, ընդ որում ոչ միայն ներքին գործերի նախարարությունը, այլ նաեւ այլ ռելևանտ պետական մարմինները։ Դա է պատճառը, որ հանցավորության կանխարգելման նոր ռազմավարություն ենք առաջ բերելու, որտեղ որ դուք էլ կտեսնեք դերակատարների եւ կհասկանա դուք էլ անելիք ունեք, ես էլ անելիք ունեմ որպես հասարակության անդամ եւ որպես նաեւ ներքին գործերի նախարար, առողջապահական բլոկը ունի անելիք, կրթական բլոկը, մեր ընտանիքները, համայնքի ներկայացուցիչները, մենք ինքներս որպես պոտենցիալ նաև հանցանք կատարող անձինք, որոնք որ որոշակի պահին կարող են էլի այդ պորտման արդյունք հանցել եւ այսպես շարունակ։ Այսինքն բոլոր դերակատարներին մենք իդենտիֆիկացրել ենք, որպեսզի այս իրավիճակները գնալով ավելի կառավարության դաշտ բերենք եւ ես նորից եմ ուզում շեշտել, չի լինելու այնպիսի մի օր, որ Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհում չլինի հանցագործություն։ Եթե մենք պետական մարմինները վերացնենք եւ քրեական օրենսգիրքը ուժը կորցրած ճանաչենք, այո, կլինի դրանց իրավիճակ։ Բայց քանի դեռ մենք ունենք քրեորեն պատժելի արարքներ եւ իրավակարգ ունենք պետությունում, այդպես իրավիճակը կլինի, ինչ վերաբերում է օպերատիվ համարներին, ես պիտի նշեմ, որ իմ նշանակումից հետո օպերատիվ համարների հատկացումը էական կրճատման է ենթարկվել եւ այս ցուցակում թողնվել են միայն այնպիսի մարմիններ, որոնք հնարավորություն ունեն օրենսդրորեն ունենալու օպերատիվ համարներ։ Կարգը այս պայծրությամբ գաղտնի է, դրա համար ես որևէ դետալ ներկայացնել չեմ կարող, բայց մենք պրակտիկայում ունենում ենք այնպիսի իրավիճակ, որ մեծ թվով նաև կեղծ համարանիշներ ենք հայտնաբերում։ Այսինքն առաջին հայացքից մեզ կարող է թվալ այ
օրինակ հաստատ սա օպերատիվ համարանիշ է, խախտումներ են անում չեն տուգանվում, մենք վերջում բացահայտում ենք, որ դա կեղծ համարանիշ է։ Ունենք դեպքեր, որ կեղծ օպերատիվ կտրոններ են հայտնաբերել քաղաքացիների մոտ, իրենց ներշնչել են, որ օպերատիվ համարանիշ ունեցող են կամ օպերատիվ կտրոնները կարող են օգտագործել, բայց հատուկ նաև դրա հետևից են գնում։ Այսինքն մենք պիտի վստահ լինենք, որ հանրապետությունում օպերատիվ համար եւ օպերատիվ կտրոն օգտագործում են այն մարմինները կամ այն անձինք, ովքեր որ իրավասու են ունենալ հասանելիություն օպերատիվ համարանիշի եւ օպերատիվ կտրոնին։ Անցած տարվա կտրվածքով ընդհանուր մենք նաև քրեական ենթամշակույթի կրող անձանց շրջանագից ենք այդպիսի կեղծ կտրոններ հայտնաբերել։ Եվ այսպես շարունակ։ Մի բան արձագանքում, որ ասեք աշխարհում չկա որ երկիր որ հանցագործություն չլինի, թե Դուբայում ոնց բոլորս եղել են, ասում են, վստահ եմ տեղեկ, որ Դուբայում ամենաքիչն է հանցագործությունների։ Քիչն է, այո, բայց կա։ Կա, բայց թե համարյա զրո է մոտեցված, բայց թե կա, այսինքն ամենալավ չէ, աշխարհում նման տեխնոլոգիա կա, որ կիրառվում է եւ հանցագործությունները նվազում են։ Հիմա կարող է Ես մի հարմար առիթով Հայաստանի Հանրապետության իրավակարգի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների իրավակարգի տարբերությունները սիրով ձեզ կբացատրեմ։ Դե քննչական է շփած, մենք շատ այլ որ դիմում ենք ասում են դեպի մեկ քննչական, որտեղ մենք բռնել ենք դրել ենք քննչականի ձեռքը, քննչականը հետո նաև կատարանը բացատրել այդ պոտենցիալ հանցագործին, որը օրինակ ընդդիմադիր չի Facebook-ում ինչ-որ քննադատական բան չի գրել իշխանության ասեն, եւ ինքը ազատության մեջ է, սպանության մեջ մեղադրվող, ուղղության մեջ մեղադրվող, դուք ստեղ միշտ երաշտական ցանցի չեք տեսնում, որ ձեր աշխատանքը այս դեպքում ջուրն է լցնում քննչական մարմինների դատարանի պատճառով, եթե համարեն, որ իսկապես տանական աշխատանք է։ Ես չեմ համարում, որ մեր աշխատանքը ջուրն է լցվում, որովհետև ազատությունից զրկման տարբեր ռեժիմներ կան, ձերբակալման ռեժիմներն էլ տարբեր տեսակներ ունեն, անպայման չի, որ ձերբակալման ռեժիմը շարունակվի ժամային առումով, անպայման չի, որ դա վերաճի կալանքի որպես խափանան միջոցի, այդպիսի դեպքեր են տարբեր մասնագիտական, որ խնդիր չեմ տեսնում, տարբեր իրավիճակներում խնդիրներ այո տեսնում ենք հատկապես, երբ որ գործ ունենք կրկնահանցագործի հետ եւ չի կիրառվում նաեւ որոշ դեպքերում մեր գոնե թե գնահատմամբ համապատասխան խափանան միջոցներ, բայց դրանք հարցեր են, որոնք որ անընդհատ քննարկում ենք, որպեսզի մեր տեսադաշտում նախ լինեն բոլոր խնդիրները եւ երկրորդ այդ խնդիրները լուծվեն։ Ճանաչողի դեպքը դեռ ունեցել հենց այդպիսի մարդկանց միջոցով, կարծեմ կարողան է եւ ողջունել նրանցից մեկը կամ երկուսը միջոցով մեջ են գրվել։ Ես նախապես ասացի, չէ, վերածանք հարցով։ Դե ոչինչ կոնկրետ դեպք է դրան։ Անցնենք մյուս հարցի կներեք։